աշխարհը կառավարվում է տնտեսագետների եւ քաղաքագետների ճիշտ եւ սխալ որոշումներով։ Շատ հաճախ քաղաքագետները կամ քաղաքական գործիչները կարծում են, որ տնտեսական երևույթները դա առանձին գործընթաց է եւ դրանք կարող են այսպես զուգահեռ գնալ, իրենք դե քաղաքական հարցերով պետք է զբաղվեն լուրջ թեմաներով, անվտանգություն եւ այլն։ Իրականության մեջ այս երկու թեմաները իրար զուգահեռ են գնում եւ խաչվում են, կարող ենք ասել, այս թեմաները եւ պետք է հասկանանք, որ տնտեսագիտության մեջ բացարձակ ճշմարտություններ գոյություն չունի։ Եթե մենք ուզում ենք տնտեսական լուծումներ գտնենք, մենք պետք է նախանշենք մեր երկրի, մեր հասարակության տեսլականը եւ դրան համապատասխան տնտեսական մեր համակարգը կառուցենք, մոդելը կառուցենք եւ այլն։ Շատ հաճախ են լինում, որ օրինակ տարբեր քաղաքական գործիչներ կամ ուժեր օրինակ ինձ դիմում են ինչ-որ ծրագրի վերաբերյալ կարծիք հայտնելու մասին։ Ես ասում ձեր թիրախը ո՞րն է, ձեր լսարանը ով է, ձեր նպատակը ո՞րն է։ Այսինքն ըստ դրա մենք կարող ենք հասկանալ քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերի իրատեսականությունը, նպատակայնությունը եւ այլն։ Եվ մենք յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է իր համար մշակի այն տեսլականը, թիրախը առաջին հերթին եւ փորձի այդ ծրագրերը բերենք դնենք դրա տակը որպես այդպեսի։ Հիմա ես ինչ կառաջարկեմ մեր քաղաքական ուժերին, որ ուշադրություն դարձնեն մեր երկրի տնտեսական զարգացման եւ տեսլականի մասով։ Նախ առաջինը, ինչպես պարոն Աբովյանը նշեց, իրենց հասարակական քաղաքացիական նախաձեռնությունը կամուրջը։ Հայաստանը պետք է շարունակի մնալ կամուրջ տարբեր տնտեսական միավորումների, տնտեսական մոդելների միջև, որը թույլ կտա Հայաստանին օգտվել բաց տնտեսության հնարավորությունից, ինտեգրման հնարավորություններից։ Վերջի տարիներին Հայաստանը կարողացել է տնտեսական աճ ապահովել հենց հիմնականում դրա շնորհիվ։ Լինելով ԵԱՏՄ անդամ, ինչպես նաև ունենալով լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, մենք կարողացել ենք այդ կամուրջի դերը կատարել։ Եվ ծառայության ոլորտը եւ առևտրի ոլորտի հաշիվ դրա բավականին արագ տեմպերով զարգացել է։ Եթե մենք ուզում ենք այս տեմպը շարունակենք, ապա մենք պետք է խորացնենք եւ երկու ուղղություններով զարգացնենք մեր տնտեսական հնարավորությունները, ինտեգրացման մեխանիզմները։ Հրաժարվելով մեկից, մենք հրաժարվելու ենք նաեւ մյուսի հնարավորությունից։ Ռուսաստանի տնտեսության համար կամ ԵԱՏՄ տնտեսության համար Հայաստանը հետաքրքիր է այնքանով, որ ինքը ունի լավ կապեր Արևմուտքի հետ նաև։ Դա պետք է գնահատենք, հասկանանք եւ դա կարեւորելով քայլենք առաջ։ Այսինքն եւ մենք պետք է եւ այս մոդելը տնտեսական դաշտում փորձենք տանենք առաջ եւ զարգացնենք։ Սա ընդհանուր այսպես արտաքին տնտեսական քաղաքականության եւ նաեւ անշուշտ դա նաեւ վերաբերում է մեր ընդհանուր քաղաքականության, այսինքն դու չես կարող արտաքին տնտեսական քաղաքականությունը եւ անես, բայց ենթադրենք քաղաքական մասը կամ անես, հա։ Այսինքն սա ակնհայտ է, որ մենք պետք է այս երկու գործընթացները զուգահեռ տանենք եւ պետք է համատեղենք այս process-ները։ Ներքաղաքական մասով մի քանի կարևոր կետերին եմ ուզում անդրադառնալ։ Հայաստանի թիվ 1 այսպես հարստությունը մարդն է։ Մարդկային կապիտալը, որը պետք է ավելացնենք, հա, ժողովրդագրական խնդիրները լուծելով, ցավոք մեր ժողովրդագրական խնդիրները բավականին լուրջ են։ Մենք ծերածող հասարակություն ենք, քիչ երեխաներ ենք ունենում, արտագաղթը շարունակվում է եւ սրա արդյունքում մենք ունենք բավականին լուրջ մարտահրավերներ։ Այսինքն մենք պետք է լուծենք ժողովրդագրության խնդիրը, անշուշտ խթանելով շատ երեխա ունենալու հանգամանքը, անվտանգությունը ապահովելով, որ դա եւս շատ կարեւոր է հատկապես վերջի շրջանում, երբ որ մարդիկ իրենց տղաներին չծառայելու համար այլ երկրի քաղաքացի են դարձնում։ Սրանք մեր ժողովրդի օրակարգային հարցերն են։ Մենք որքան էլ ասենք, որ մարդիկ հայրենասեր են եւ այլն, բայց մարդը ուզում է, որ երեխան անվտանգ ապրի, եւ մենք այդ անվտանգության խնդիրը պետք է ապահովենք, որ եթե ցանկանում ենք ժողովրդագրության հարցերը եւս զուգահեռ լուծենք։ Եվ նաեւ շատ կարեւոր է այստեղ կրթությունը։ Կրթությունը պետք է լինի որակյալ, հասանելի եւ մատչելի նաեւ մեր հասարակության համար եւ օրինակ միայն այս տարվա հունվար օգոստոս ամիսներին կրթական ծառայությունները թանկացել են 8.2%, անցած տարի նույնպես թանկացել են։ Հատկապես սա վերաբերում է եւ բարձրագույն կրթությանը, եւ դպրոցներին, եւ նախակրթարաններին։ Գաղտնիք չէ, մեր հասարակության մի զգալի մասը հերթեր են կանգնում մանկապարտեզ երեխաներին տալու համար, կամ մեծ գումարներ են ծախսում, ավելի շատ են ծախսում մանկապարտեզի համար, քան բարձրագույն կրթության համար։
Սա պետք է արձանագրենք, իսկ դա կարելի է շատ այսպես մի քանի լուծումներով գնալ, օրինակ Երևան քաղաքում մանկապարտեզները անվճար են, բայց մարզերում դեռ որոշ շրջան, հատկապես այսպես գյուղական շրջաններում վճարովի։ Մենք պետք է այդ խնդիրը լուծենք, հա, անվճար մանկապարտեզները, դրանք մեծ գումար չեն պահանջում։ Տարիներ առաջ մի հաշվարկ արել էինք այդ ուղղությամբ, հիմա կարծում եմ նոր հաշվարկի անհրաժեշտություն կա, բայց խոսքը մի քանի մոտ 10-15 միլիարդ դրամը հարկավոր, որ Հայաստանի բոլոր մանկապարտեզները անվճար դարձնել։ Նույնը վերաբերում է բարձրագույն կրթությանը եւ հատկապես խոսքը վերաբերում է բնագիտական ուղղություններին։ Բնագիտական ուղղությունները մեր երկրի երկարաժամկետ զարգացման հիմնական ուղղությունը պետք է դիտարկվեն եւ պետք է որոշակի սահմանափակումներ դնենք նաեւ առանձին մասնագիտությունների, տարեկան մի քանի հազար տնտեսագետներ, իրավաբանների կարիք չունենք։ Պետությունը պետք է իր քաղաքականությունը մշակի ելնելով տնտեսական իրավիճակի շուկայի պահանջներից եւ դրա համար մենք պետք է այսպես սահմանափակենք տնտեսագիտական դիպլոմների, իրավաբանական դիպլոմների տրամադրում եւ երեխաներ, խելացի երեխաներին ուղղորդենք դեպի ինժեներիա, դեպի ճարտարագիտություն, սա է մեր հիմնական խնդիրը լինելու, հա, մոտակա ժամանակաշրջանում եւ անվճար դարձնենք կրթությունը, հա, այս ուղղություններով, սա թույլ կտա այսպես որոշակի խթան ստեղծենք այս առումով։